կքանդենք հին աշխարհը միջև հիմքը եւ հետո նոր աշխարհ կկառուցենք, ով ոչինչ էր, նա կդառնա ամեն ինչ։ Այս խոսքերը պրոլետարական ինտերնացիոնալի հիմնից են եւ հեղինակը Էժեն Պոտիեն է, որը լինելով անարխիստ, այս հիմնը նվիրել է 1871 թվականին ֆրանսիական կոմունային։ 2018 թվականին Հայաստանում նույնպես նմանատիպ իրադարձություններ տեղի ունեցան եւ եկավ մեկը, որը ամբողջին խոստացավ, որ կքանդի հին աշխարհը։ Մեր հաղթանակը արձանագրված է սա ուրիշ Հայաստան է, սա ուրիշ Հայաստան է, ամբողջ Հայաստանը գտնվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լիակատար իշխանության եւ վերահսկողության ներքո։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանը առաջի երկիրը չի, որտեղ գալիս է ամբողջի առաջնորդը եւ տալիս է խոստումներ։ Առաջ նույնպես նման դեպքեր են տեղի ունեցել, հատկապես 19-րդ դարի վերջից եւ 20-րդ դարի սկզբից, եւ առհասարակ 20-րդ դարի առաջին կեսը դա առաջնորդների ժամանակաշրջանն էր։ Եվ ամենակարևորը այն է, որ արդեն ամբողջը մուտք է գործում քաղաքականություն։ 19-րդ դարի երկրորդ կեսից դա կապիտալիզմի ծաղկման ժամանակաշրջանն է, որտեղ գյուղացիները գալիս են քաղաք կորցնելով իրենց հողը եւ համալրում են բանվորության շարքերը, իսկ քաղաքներում զարգանում էր արդյունաբերությունը։ Իսկ մարդիկ կորցնելով իրենց այն հիմքը, մի մասը դառնում էր բանվորներ, մի մասը դառնում էին լումպեններ, ապա դասակարգային անձնավորություններ, եւ ամենակարևորը այն է, որ իշխանության մոդելի փոփոխություն է տեղի ունենում։ Արդեն այդ մարդիկ ստանալով ընտրության իրավունք, իրենք են որոշակի առումով ընտրում, թե ով է լինելու իշխանությունը։ Եվ առաջանում է հարց. այն մարդիկ, ովքեր ձգտում են իշխանության, պետք է ինչ-որ ձևի հարաբերվեն այդ զանգվածների հետ եւ պետք է կարողանան խոսել այդ զանգվածների հետ։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկիզբը դա հեղափոխությունների ժամանակաշրջանն էր։ Եվ առաջ եկան մարդիկ, որոնք սկսեցին ուսումնասիրել այդ զանգվածներին։ Ինչպիսին են զանգվածները, ինչպես պետք է իրենց հետ հարաբերվել, երբ որ հրապարակում այդ զանգվածները հավաքվում են, ապա ինչպես իրենց հետ խոսել։ Առաջինը, որ այս հարցերին անդրադարձավ, դա Գյուստավ Le Bonն էր, ֆրանսիացի բժիշկ էր, բայց ինքը զբաղվում էր սոցիոլոգիայով եւ հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, գրեց իր հայտնի մի աշխատությունը ամբողջի հոգեբանությունը։ Հաջորդը բնականաբար դա Զիգմունդ Ֆրեյդն էր, որը չէր կարող մի կողմ դնել այդ նման զարգացումները եւ ինքը արդեն գալիս էր այն եզրակացության, որ այդ ամբողջը ինքը նույնպես անհատական մի հոգի է դառնում եւ ինչպես ինքը անհատների հոգեբանություններ ուսումնասիրում, նաեւ սկսեց այդ զանգվածի հոգին ուսումնասիրել եւ երկու կարևոր աշխատություն գրեց ամբողջի հոգեբանությունն ու մարդկային եսի վերլուծությունը եւ զանգված եւ իշխանություն։ Պետք է նշել նաեւ ավելի ուշ հեղինակի Օրտեգա y Gassetին, իսպանացի սոցիոլոգ եւ փիլիսոփա, որը նույնպես մեծ դեր է ունեցել այդ ամբողջի ուսումնասիրության գործում եւ իր աշխատությունը ավելի հետաքրքիր վերնագիր ունի ամբողջների ապստամբությունը, այսինքն մոտավորապես այն, ինչը տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում։ Հիմա մենք գանք այս աշխատություններին, ես կարճ մեջբերումներ կբերեմ դրանցից եւ կփորձենք դրանց միջոցով հասկանալ ինչ տեղի ունեցավ եւ ինչու տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, հետագա զարգացումները այդ տրամաբանության մեջ եւ կփորձենք կանխատեսել հաշվի առնելով այս պատմական օրինաչափությունները ինչ է լինելու հետո։
Վերջի տարիներին մենք Հայաստանում այն նման երևույթներ շատ ենք հանդիպել եւ հետաքրքիր է, երբ որ ինչ-որ մի իրադարձություն է տեղի ունենում, մարդիկ փորձում են իրենց դժգոհությունը արտահայտել, ենթադրենք հավաքվում են ազգային ժողովի շենքի դիմաց կամ կառավարության շենքի դիմաց եւ փորձում են ինչ-որ իրենց բողոքը արտահայտել։ Այդ ժամանակ առաջանում է հարցադրում, իսկ ով կվերցնի բարձրախոսը եւ մեզ ուր կառաջնորդի եւ պահանջի առաջանում, որ ահա մեկը թող վերցնի բարձրախոսը եւ խոսի եւ մեզ մղի գործողության, որտեղ երբ որ ամբողը հավաքվում է, այդ ամբողի միասնական հոգին է ձևավորվում եւ ամբողի մեջ մարդը դառնում է ագրեսիվ եւ գործողություններ է պահանջում։ Եվ եթե որևէ մեկը միկրոֆոնը վերցնում է եւ փորձում է հանգստացնել եւ այլն, այդ առաջնորդը հեղինակազրկվում է եւ վերջի ժամանակները մենք նման առաջնորդներ տեսել ենք, որոնք գործողության չտանելով ամբողին հեղինազրկված են։ Այս երևույթները շատ լավ առաջին նկարագրել է Լեբոնը։ Ինչ է ինքը ասում։ Ասում է ամբողի մեջ մարդը կորցնում է իր անհատականությունը եւ քննադատական մտածողությունը։ Լեբոնը ասում էր այն, որ երբ որ դու հարաբերվում ես ամբողի հետ, դու պետք է խոսես կարճ, հասկանալի կարգախոսներով եւ այդ կարգախոսները պետք է անընդհատ կրկնել եւ կարեւոր չի այդ կարգախոսների բովանդակությունը։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդպես մեկ գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ 800,000, 1 միլիոն այոց ձայն պիտի ստանա հարաբկվեն համադրական փոփոխությունները ապրիլի 5-ին։ Լեբոնը այսպես էր նկարագրում ամբողի մեջ մարդը կորցնում է իր անհատականությունը եւ քննադատական մտածողությունը։ Եթե նույնիսկ բարձր ինտելեկտ ունեցող անձնավորությունը հայտնվում է ամբողում, նա կորցնում է իր անհատականությունը եւ ըստ Լեբոնի, եթե շատ մեծ զանգված է հավաքվում, ապա առաջնորդը պետք է խոսի այնպիսի լեզվով, որը հասկանալի է 12-13 տարեկան երեխային։ Պետք է խոսել կարգախոսներում պետք է լինի խոստումներ, ոգևորություն եւ դրանք պետք է պարբերաբար կրկնել։ Կրկնությունը չափազանց կարեւոր է։ Նա պիտի հաղթի, նա պիտի հաղթի, նա պիտի հաղթի, նա պիտի հաղթի, չկա ուրիշ տարբերակ։ Առաջնորդը ըստ Լեբոնի զանգվածների հիպնոսացնողն է, այլ ոչ թե ռացիոնալ առաջնորդը։ Ռացիոնալ առաջնորդը չի կարող լինել զանգվածի առաջնորդը։ Она объединила миллионы трудовых крестьян с рабочими, которые научились теперь бороться, научились товарищеской дисциплине, не падают духом, закаляются после небольших поражений. Լենինը շատ նեղ սահմանափակ թվով մարդկանց համար էր հայտնի, հանրության համար ինքը հայտնի չէր։ Երբ որ 1917 թվականին կառավարությունը փլուզվեց, ամբողները դուրս եկան փողոց, նրանք չունեին առաջնորդ։ Եվ Լենինը հասկացավ, որ եկել է իր ժամանակը։ Ինքը պետք է խոսի ամբողի հետ եւ ամբողին պետք է տա խոստումներ եւ ոգևորի։ Ինչ էր ասում նա։ Հողը ջուղացուն, գործարանները բանվորներին, ամբողջ իշխանությունը սովետներին, այսինքն իրեն։ Հանուն ազգի պետական միջոցները, քյաբաբների վրա ծախսածները հիմա Հայաստանի Հանրապետությունում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Բառից բուն իմաստով քյաբաբների վրա ծախսածները։
Հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեմ ատելության կարողություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ 2018 թվականին հայկական հեղափոխության առաջնորդը նույնպես նմանատիպ խոստումներ էր տալի թալանածը հետ բերելու եւ անգամ գրեհկացնելով այդ ամեն ինչը նա խոստանում էր, որ քյաբաբ առ քյաբաբ հետ է բերելու։ Այսինքն սա ամենապրիմիտիվ ձևով այդ տեխնոլոգիայի օգտագործման օրինակն էր։ Gib du jetzt deine Stimme ab. Wenn ja, dann tritt für mich ein, so wie ich für dich eingetreten bin. Բացարձակ կարևոր չի, թե այդ կարգախոսները ինչ բովանդակություն ունեն։ Հիտլերը նույնպես եկավ ամբողջի հետ խոսելու, երբ որ ազգը նսեմացված էր առաջին համաշխարհային պատերազմից հետո, բարիս բուն իմաստով սովահարության դեպքեր կային, իսկ Հիտլերը խոստանում էր մեծ ապագա, որն էր նրա կարգախոսը։ Մեկ ազգ, մեկ ռեխ, մեկ առաջնորդ։ Հաջորդը Գերմանիա, արթնացիր եւ բոլորի շատ հայտնի Զիգ հայլը, որը նշանակում է կեցցե հաղթանակը։ Che ignorava la scrittura con la quale tramandare i documenti della propria vita in un tempo in cui Roma aveva Cesare, Virgilio ed Augusto. Հիտլերի նախակարապետը եւ ուսուցիչը լրագրող էր Մուսոլինին, որը իրեն անվանում էր Դուչե, այսինքն դա նույն ֆյուրերն է, առաջնորդն է, արդեն իտալերեն։ Դուչեն կարգախոս ուներ, որը նշանակում էր Դուչեն միշտ ճիշտ է, եւ ֆաշիզմը դա կարգապահություն է, միասնություն, ուժ։ The deflated Mussolini was carted off to Germany by plane following his rescue by Nazi paratroops. Հիտլերը գերմանական ազգի առաջնորդն էր, ֆյուրերը։ Մուսոլինին իտալական ժողովրդի առաջնորդն էր, Դուչեն։ Դուչե կար նաև Հայաստանում 2018 թվականին։ Եվ ես Շատերդ կհիշեք, երբ որ իր կողմնակիցները ելույթներ էին ունենում, նրան արդեն ոչ թե անունով էին հիշատակում, այլ ասում են հեղափոխության առաջնորդը, այսպես ասեց, հեղափոխության առաջնորդը սա է մեզ պատգամել։ 18 թվականի առաջնորդի հիմնական կարգախոսն էր քայլ արա, մերժիր, սերժին, այսինքն այստեղ կա էներգիա, այստեղ կա հուզականություն, այստեղ կա գործողության կոչ, բայց այստեղ չկա բովանդակություն, ապագայի ծրագիր, ապագայի նախագիծ։ Եվ կար նաև քաղաքացիական անհնազանդություն, իհարկե դա անհնազանդություն էր, անարխիա էր, բայց դա քաղաքացիական էր, այսինքն իր մեջ կար բարձր գաղափար։ Եվ շատ կարևոր է, երբ որ առաջանում է առաջնորդի պաշտամունքը, եւ այդ փորձը 18 թվականից հետո Հայաստանում նույնպես եղավ։ Բոլորդ եք հիշում, որ 18 թվականից հետո արդեն իրենք փորձ էին անում հեղափոխության թանգարանի սենյակ բացել պատմության թանգարանում եւ այնտեղ դրել էին գլխակը, ուսապարկը, իր շորերը եւ նաեւ իր կողմնակիցներից մեկը ցուպը, որ այդ ցուպի ձեռքին նա առաջնորդի հետ մտավ Երևան։ Քայլում են, քայլում են, քայլում Եվ մեր մեկտեղվող աչքերի մեջ Հիմա ասվածը ընդհանրացնենք։ Ինչ է պետք ամբողջի հետ հարաբերվելու համար։ Առաջինը՝ իրականության պարզեցում, պարզ լուծումների առաջարկ։ Երկրորդ կարևոր հատվածն է թշնամու ստեղծում, այսինքն եթե դու ամբողջի առաջ ելույթ ես ունենում, դու պետք է ցույց տաս, թե ով է թշնամին։ Երկրորդը դա զգացմունքներն են, այսինքն այդ զգացմունքները պետք է լինեն վարակիչ։ Պիտի հունիսի 20-ին ճզմենք ընտրական տեղամասերում, ճզմենք ընտրական տեղամասերում։ Հաջորդը դա առաջնորդի պաշտամունքն է եւ որպես հետևանք անհատի տարալուծումը զանգվածների մեջ։
Խոսենք եւս մեկ կարևոր հեղինակի մասին, դա իսպանացի սոցիոլոգ եւ փիլիսոփա Օրտեգա y Gassetն է։ Իր գիրքը, ինչպես ասացի, կոչվում է զանգվածների ապստամբությունը։ Հիմնական գաղափարը այն է, որ 20-րդ դարում առաջ եկավ զանգվածային մարդը։ Ինչպիսին է այդ մարդը։ Այդ մարդը ինքնագոհ է, միջակ է, չի ձգտում զարգացման եւ զանգվածները սկսում են գերիշխել հասարակության վրա եւ պարտադրել իրենց կամքը, այսինքն զանգվածների մտածողությունը պետք է առաջնորդը իրականացնի, որպեսզի հետագայում ստանա այդ զանգվածների աջակցությունը, թեկուզ իրենց քվեաթերթիկի տեսքով։ Այստեղ ըստ y Gassetի խնդիրը ոչ միայն առաջնորդն է, այլ ան, որ էլիտան որպես այդպիսին անհետանում է եւ մշակութային չափանիշները անկում են ապրում, մենք սա նույնպես հիմա այսօրվա Հայաստանում տեսնում ենք։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչի համար է այս գործող վարչապետը, երբ որ դուրս է գալի փողոց, իրենց ուրախ ավտոբուսում պերաշկի են ուտում, արևածաղիկ են ուտում, նման ինչ-որ գլխարկներ է դնում, այսինքն ինքը ուզում է ցույց տալ, որ ինքը այդ հասարակ մարդկանցից մեկն է եւ ինքը դառնալով պետության ղեկավար ոչ թե փորձում է հասարակությունը բարձրացնել կրթության միջոցով, սոցիալական մեխանիզմների միջոցով, դա իր մոտ չի ստացվում, ինքը փորձում է իջնել այդ զանգվածի մակարդակին եւ ասել ես ձեզանից մեկն եմ, դուք յուրաքանչյուրդ վարչապետ եք, ես էլ ձեզ նման մի վարչապետն եմ։ Սա այն է, ինչ որ ասում է Օրտեգա y Gassetը եւ ինչը կարող է մեզ փարատել, դա ոչ միայն Հայաստանի հանրությանն է բնորոշ։ In noch niemals dagewesenen Millionen Demonstrationen hat sich am heutigen Tage Ռեյխի գլխավոր պրոպագանդիստը ասում էր, որ զանգվածի վրա ազդելու համար պետք է ոչ միայն զգացմունքների վրա շեշտը դնել եւ պատկերների վրա, այլ նաեւ պետք է ամբողջին վախեցնել։ Եվ պատահական չի, որ հիմա նախընտրական փուլում Հայաստանի վարչապետը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել։ Ինքը ասում է, որ եթե ինքը չընտրվի, ապա Հայաստանում կլինի պատերազմ։ Հաջորդը, որը գլխավոր պրոպագանդիստը ասում էր, որ 1000 անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն եւ կարեւոր չի թե այդ սուտը որքանով կապ ունի տրամաբանության հետ։ Հիմա ես բերեմ մի քանի օրինակներ։ Արցախը տվեցինք, որ լինենք ինքնիշխան։ 20 թվականի պատերազմին տղաները իրեն զոհաբերեցին հանուն ապագայի, այսինքն այդ տղաները գիտակցված ձևով իրեն զոհաբերեցին, որպեսզի Հայաստանը դառնա ինքնիշխան։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվս մեկ կարգախոս, որը 2018 թվականից պաստառները փակցրել էին ամբողջ Հայաստանով մեկ։ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Այսինքն որևէ տրամաբանություն այս կարգախոսի մեջ դժվար է գտնել, բայց կարևորը, որ ինքը ինչ-որ պատկեր է ստեղծում, իրեն խորհուրդ են տվել, որ հայերը երկար ժամանակ չունենալով պետականություն, ամենակարևոր ինստիտուտը ընտանիքն է եւ ահա ինքը եկել է ընտանիքի հայրը եւ շեշտը դնում է հենց ընտանիք հասկացողության վրա։ Շատերի համար անհասկանալի է, թե հայկական հեղափոխության առաջնորդը ինչու է արշավ սկսել եկեղեցու դեմ։ Եթե մարդը հավատարիմ է Աստծուն, եկեղեցուն, կրոնական բարոյականությանը, ապա նա կարող է պակաս հավատարիմ լինել առաջնորդին։ Սա իսկապես պայքար է մարդկային գիտակցության մեջ բարձրագույն հեղինակության համար։ Եվ պատահական չի, որ այս անձնավորությունը իրեն համեմատում է Նելսոն Մանդելայի հետ, Պապ թագավորի հետ եւ անգամ
Հիսուս Քրիստոսի հետ։ Հիսուս Քրիստոսը իմ ինքնությունն է։ Հիսուս Քրիստոսը իմ հոգին է։ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է։ Հիսուս Քրիստոսը իմ միտքն է։ Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով եւ Հեղափոխության երբեմնի առաջնորդը ստիպված է դուրս գալ փողոց եւ խոսել մարդկանց հետ։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու ես քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը։ Նրա մոտ այլևս չի ստացվում հավաքել ամբողջներ, խոսել կարգախոսներով, հուզական ազդեցություն ունենալ։ Նա պետք է խոսի մարդկանց հետ առանց կարգախոսների եւ ցույց տա ապագայի ճանապարհը, որը նա չունի։ Նա ավերել է այն ամենը, ինչը հնարավոր է։ Նա Արցախի առումի պատասխանատուն է, փլուզել է պետական ինստիտուտները, հանրությունը պառակտել է, դարձրել է միմյանց թշնամի, փլուզել է Սփյուռք Հայաստան հարաբերությունները եւ ամենակարևորը ջարդել է ազգային ոգին։ Քանդելու ժամանակաշրջանը այլևս ավարտվել է։ Եկել է վերածննդի ժամանակաշրջանը։